Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրատապանի քննարկում հաղորդաշարն է ուղիղ եթերով եւ այժմ մենք զրուցելու ենք Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ, ողջունում եմ մեր տաղավարում, պարոն Սարգսյան, մեր տաղավարում մեր հեռուստադիտողները հիշում են մեր նախորդ հարցազրույցը, ինչպես նաեւ ձեր փաստաբանի կողմից հետ մենք երկու անգամ հաղորդում ենք արել, երբ ձեզ ուրեմն կալանավորել էին եւ փաստաբանը խոսում էր անարդարությունների եւ քաղաքական հետապնդումների մասին, ինչ զարգացում ստացավ այդ ամենը։ Պարոն նախ շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն, որ իմ կալանքի ընթացքում հարթակ եք տրամադրել փաստաբանին, հավատացեք այսօր դա այդքան էլ հեշտ գործ չէ, կարող էր երկու կալանավոր հիմա ստեղ նստած լինենք, ուզում եմ ասեմ այսօրվա քաղաքական իրավիճակը, երկրում բռնաճնշումները այնպես են զարգանում, որ նույնիսկ փաստաբանները, լրագրողները ոչ թե այլակարծիքներ, այլ մարդիկ ովանում են իրենց գործը լուսաբանում են, հայտնվում են նույնպիսի իրավիճակում, ինչպես ընդդիմադիրը կամ այլ կարծիքները։ Ուրեմն ինչ եղավ Վճռաբեկի որոշումից հետո, երբ որ ինձ տվեցին տնային կալանք, եւ դա եզակի դեպքն էր Հայաստանում, Վճռաբեկը ընդհանրապես այդպիսի քայլ չի անում, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի գործով նա բեկաներ եւ ուղարկել էր վերաքննիչ, որ տեսեք ինչ եք անում։ Գնացինք 2 ամիս անցավ, գնացինք նիստին, նիստը տևեց 9 ժամ, այդ կալանքի խափանման միջոցի քննարկման նիստը տևեց 9 ժամ, սկզբի կես ժամը փաստաբանը պնդում էր, որ լինի բաց նիստ, քանի որ լրագրողներ կային դուրսը, ցանկություն էին հայտնել լուսաբանելու, իհարկե քննիչները ամեն կերպ դեմ էին եւ այն հարցին, որ ինչու սրբազանների գործով կամ ուրիշ գործով խափանման միջոցները բաց եք անում, այս մարդուն ինչ եք փականում, քննիչները իհարկե ասացին վկայա ունենք քննարկելու, փաստաբանը ասաց մենք պրակտիկա ունենք, երբ որ ինչ-որ բան եք քննարկելու, դահլիճից դուրս ենք հրավիրում, քննարկում ենք, էլի ներս ենք հրավիրում, դա նոր գյուտ չի։ Բոլոր դատական նիստերում այդ պրակտիկան կա։ Իհարկե, չէ, եւ եղավ փակ նիստ եւ փաստաբանը մի հետաքրքիր հայտարարություն արեց դատավորին, որ շատ հետաքրքիր էր։ Ասաց, պարոն դատավոր, նույնիսկ Վճռաբեկի դատավորները չդիմացան այս ճնշումներին եւ տվեցին այսպիսի որոշում։ Դուք բավականին երիտասարդ դատավոր եք, անունը չեմ հիշում։ Այս բաց նիստը ձեզ կօգնի, որպեսզի ճնշումների չհամաձայնվեք։ Եվ դատավորը շատ հետաքրքիր արտահայտություն ասաց, բառացի չասեմ, ասաց, եթե ես զգամ, որ ճնշումները իմ վրա շատ է, ես իմ անաչառությունը պահելու համար ինքնաբացարկ կհայտարեմ, այսինքն ինձ ինչը զարմացրեց, որ մարդը չասաց, որ ճնշում չկա, ասաց, եթե ես զգամ, որ ես իմ անաչառությունը ողջունելի էր եւ իրոք դատի ժամանակ դատավորի հարցերն էլ ողջունելի էր, ինչ հարցեր էր նա տալիս քննիչներին, ինչ վատ իրավիճակում էր նա դնում քննիչներին, ողջունել էր, շատ հազվագյուտ դատավոր կգտնենք, որ Վճռաբեկի դեմ կգնա, Վճռաբեկի որոշման։ Սովորաբար այս 2 ամիսը, որ մենք ես տնային կալանքի տակ էի, իմ փաստաբանը ամեն ատյաններով բողոքարկում էր եւ բոլոր դատավորները ուղղակի ասում են, չէ, Վճռաբեկի որոշումը քննարկման առարկա չի։ Ինձ թվում է դատավորը հասկացա, որ այս Վճռաբեկի որոշումը երկար կյանք չունի, կամ սահմանադրականով, կամ մարդու իրավունքների դատարաններով դա բեկանվելու է, եւ կարար ինքը տար ընդհանրապես կալանքի միջոցահաներ, կարար, բայց արեց այն ինչ արեց, հիմա որ մարդիկ ասում են շնորհակալություն հայտնի, ես միշտ ասում եմ ինչին շնորհակալություն հայտնես, հրեաները հին Եգիպտոսում աղոթում էին, որ Աստված իրանց ուժ տա, որ ստրկություն անեն։
ոչ թե աղոթում էին, որ իրենց ազատություն տան, այլ մեզ ուժ տուր, որ կարողանանք աշխատենք։ Հիմա մենք էլ եթե սենց բաներին շնորհակալություն ենք ասում, որ մեզ կալանքից փոխել են մի ուրիշ կալանքի, այդ նույն հрьяաների պատմությունն է, այլ Այսինքն դա ստորագրություն չի բացակայության, չբացակայելու ստորագրելություն չի, ապա ինչ է։ Ուրեմն վարչական հսկողություն կա ժամային սահմանափակում գիշերվա 12-ից մինչև առավոտյան 8-ը։ Հիմա գոնե մի քիչ նորմալ է, սրա առաջին ժամային սահմանափակումը 19:00-ից մինչև գիշերվա 3-ն էր, որը որ բացատրվում էր նրանով, որ Հայաստանում երթերը, փողոցային պայքարի ձևերը սկսում են 6-ին 6:30-ից, այսինքն ես 19:00 եթե ուզում եմ մասնակցեմ ցույցերի, արդեն պիտի տունը լինեի, եւ երթերը վերջանում են 1-ին 1:30, գիշերվա 3-ին ամեն ինչ վերջացած էր, ես կարող էի դուրս գալ, Այսինքն ձեր մեղադրանքները քաղաքական էին եւ ձեզ սահմանափակում էին քաղաքական գործունեության համար։ Այո, հենց մեղադրանքը ի սկզբանե քաղաքական էին, հենց առաջի օրվա զրույցը, երրորդ օրվա զրույցը կամ առաջի օրվա զրույցը հենց նվիրված էր դրան, քննչականի ղեկավարը, այդ նախկին Ազատ, ազգանունը չեմ հիշում, բոլորը ասում էին, արի, այսքան նույնիսկ բառացի ասում են, այսքան տարի եկել ես այս երկիր գնացել ես, ով է քեզ կպել, արի, թող մենք մեր ձևով մեր գործը անենք, ինչ գործ ունես, թագավորի պես ապրում ես, գնա Կենիա, ինչ ես տեղ գործրել, այս ազգից կհրաժար տարբեր, դե համուզել, այս ազգից կհրաժարվես։ Չէ, բայց այն ինչ որ իրանք ասում էին, դա պաշտոնապես չէին ասում, դա ասում են արձանագրությունից դուրս։ Այո, բայց փաստորեն դուք բացատրեցիք ձեր կալանքը այդ ժամկետները, այսինքն դա ձեր բացատրությունն էր, դա պաշտոնական բացատրություն չէ։ Ոչ, պաշտոնական չէ, հասավ նրան, որ արդեն փաստերել չունեն, հասավ այն նրան, որ եկան մեկուսարան 72 ժամը լրանալուց առաջ քննիչը գիշերվա 1-ն էր, եկավ մեկուսարան, հենց այդ գորը եւ առաջարկություն արեց փաստաբանի դիմաց։ Արի դու այս անձնագրի հարցով վիզ եկալ։ Վաղեմություն անցել։ Մենք էլ մյուս մեղադրանքը հանենք, չիննելու տես բան։ Հետո դրանից հետո որ գնացինք դատարան, մի հատ մարդկային կերպարանքով մեկը կար, հիմա հանել են իբր մեր գործով, գործից հանել են, ով որ սպառնում էր, երբ ուզենամ զենք գցեմ, ոստիկաններին ուղարկում էր պետական ռեսուրս, այսքան հանցագործություններ փողոցում, ասենք 2-3 հատ ոստիկան գիշերով ուղարկում էր տուն, այդ մարդկանց զբաղեցնում էր մի 4-5 ժամ, տանում էին ինձ քննչական, իբր հարցաքննության, փաստաբանս չկա, ասում եմ, բա փաստաբանս, բա չէ, այսօր զրույց է ուղղակի, բա եղբայր արի դու դատավորի դեմ այդ զենքի հարցը մի ասա, որ քեզ ասել ենք, հեսա զենք էլ կգցենք, դե որ սկզբից ձերբակալեցին այդ ստանդարտ մեղադրանքով, զենքի առևտուր, ապօրինի զենքի զինամթերքի շրջանառություն, թուղթ դրեցին դեմս, գրածա ձերբակալվել է հանցանքը կատարելիս կամ անմիջապես հետո։ Ասեցի լավ, բա պարոնայք, բա զենքը ուր է։ Եթե հանցանք կատարես է ձերբակալել կամ հետո, դե զենք լինի, բա հեսա հետ էլ կլինի, մի մտածի հեսա։ Չհաջողվեց այդ զենքի գցելը տունը, տնեցիք շատ ուշադիր էին, սենյակները փակել էին, հեռախոսներով նկարում էին, եւ ես երբ որ դատարանում անդադ հնչեցնում էի այդ հարցը, ինձ արդեն վատ էին զգում, էլի, դե երևի նայում են հակակոռուպցիոննա, թե նավնա, ներքին անվտանգություննա, նայում, լսում, ֆիքսվում են դատական նիստերը, ինձ սկզբից կանչեց, բա արի դու մեզ չես ուզում, հա, օգնես, ասի, ինչ, բա այս կարգավիճակը քո դուրը գալիս, ասում եմ, հա, իմ դուրը շատ է գալիս, ինչ է, բա ինչով է դուրդ գալիս, սենց այս երկրում փակված, ընդեղ կյանքդ այդ ձև գնում, ասում եմ, չէ, ինձի դուր է գալի, բա ինչով է դուր գալի, ասում եմ, լիքը սենց սուտի ձեր կազմակերպած ընդդիմությունները ցույցեր են անում, ինձ էլ հրավիրում են, ասում եմ, չեմ կարա գամ, էլի կալանքի տակ եմ, մի խոսքով, բա մի բան էլ քեզ ասեմ, ասում եմ, ասա, բա այն որ զենքի մասով անդադ դատարանում հնչեցնում ես, էլ չասես, ասում եմ, ինչի, բա երբ ուզենաք այդ զենքը միջև այլ կգցենք, ասում եմ, Հակոբ Շամբանդարյան, Պարսիկի Թուրքիա անուն, չգիտեմ ինչ էր էլի,
Ասում եմ, պարոն գնդապետ, ասում եմ, կամերան եկեք միացնենք, դուք այդքանը կամերայի դիմաց ասեք, դե հարցաքննությունները ստեղ երբ ուզում միացնում, երբ ուզում անջատում են, էլի, ասենք, Կենիայի պես իրանց ասելով հետամնաց երկիրը, պահակը կալանավորին չի կարա ուրիշ սենյակ տանի, մենակ հարցաքննման սենյակ, երբ դուրը բացում ես, ամեն ինչը միանում է ավտոմատ, տեսա, ձայնագրություն, մի խոսքով, բա, ասում եմ, միացրա դու այդքան ասա, որ երբ ուզես զենքը գցես, ես էլ ինչ ուզես վիզ եմ եկալում քո համար, բա ձեռս անում, ասում եմ, թքեմ երեսիդ, ասում եմ, գնդապետ մարդ է, սար, ես ինչ ես ինձ եկի ասում, դրանից հետո համոզել է, էլի, բա, լսի, արի, այդ անձնագրի գրործով դու վիզ եկալ, ասում եմ, չես ամաչում արա, այդ աստիճան ես ասեկան չէ ինձ քշերով, այսքան պետական ռեսուրս օգտագործում, հանցագործություններ, այս ոստիկաններին պահում դրան հետևը, ինձի համոզում ես, որ ես վիզ եկալ եմ մի բան, որ չեմ արել, ու ըստ դրա դու ինչ-որ ինձի քրեական սարքես, հասկանում եք, հարցը էնա, որ տեսեք մարդիկ ասում են Նիկոլը փա, ես չեմ հավատում, որ Նիկոլը ամեն օր իմ համար զանգում է, ես 30 քանի տարվա մեջ համակարգան են սա էվոլյուցիայի ենթարկվել, որ իրանք ինքնապաշտպանության համար անելու են ամեն ինչ մինչև հակառակի հրամանը չստանան, այսինքն ամեն օրինականություններն են գնալու են, իրանց աթոռի, իրանց վերադասի պաշտպանության համար, հիմա եկավ այս դատական նիստը, քննիչը դե ամեն կես ժամ մեկ հետաքրքիր առաջին ընդմիջումն էր, բա երբ որ նեղը անգավ, բա ընդմիջում եմ խնդրում, դատավորը գնաց ընդմիջում տվեց, իմ փաստաբանին քննիչը հարցնում է, դատավորի անունն ինչ է, փաստաբանս կատակում, ասում է, նեղն ես ընկե, զանգում ես, որ զանգեն, ես ասացի կողքից կատակեցի, ասացի Մասիս Մելքոնյանն են, հին դատավորի անունը, ես հեռախոսով Մասիս Մելքոնյանը ասում, ընդեղից ասում են, չէ, այ, չգիտեմ ինչ, Մասիսը չի, ուրիշը, ու ես ու փաստաբանս ծիծաղում ենք, այս մարդը շփոթված, երևի մի 8 անգամ ընդմիջում պահանջեց, դուրս էր գալիս, զանգում էր, որ զանգեին, որ նեղն է անկել, ուրեմն հասանք անձնագրի պահը, այս մարդը ասում է, մենք հաստատ գիտենք, որ Արտակ Սարգսյանը այս ինչ որ եկել է Օվիր, այս անձնագրի սերիան ստացել է Օվիրից, հենց անձնագրի սերիայով, փաստաբանիս մոտ է անձնագրերը արդեն դրած է, որ իրանք առաջի ձևը չեն բերում, դիումը չեն բերում, փաստաբանը հարց է տալիս, 3 անգամ հարցը կրկնեց, ասեց կոնկրետ այս անձնագրի տեքստով դուք ասում եք սեկտ համակարգում չկա, մենք օրը գիտենք երբ է երկիր մտել, այդ մարդը անձնագիրն էլ Օվիրից ստացել է, այո, Ալպորինի երկիր է մտել, չգիտենք ինչ փաստաթղթերով, չգիտենք ինչ սահմանով, երկրորդ անգամ ասեց դիմումը վերցրել եք, դիմումի պատճեն առաջի ձևը կամ արգրավել եք, կամ մատյանը, բա ոչ, բայց մենք գիտենք, երրորդ անգամ հարցեց, պարոն քննիչ, հենց այս անձնագրի մաս, այո, այդ ժամանակ անձնագիրը, պայուսակից հանած, այս պարոն դատավոր, էսի անձնագիրը, քանի որ իրանք չեն բերում այդ բոլոր ձևերը, անձնագրի մեջ Միացյալ Արաբական Էմիրությունների կնիքով անձնագիրն է, որ ստացել եմ դեսպանի ստորագրությամբ, այդ նույն ստորագրությունն ու կնիքն է դրված է հենց դիմումի եւ առաջի ձևի վրա։ Դատավորը վերցրեց, նայեց, չեմ հիշում, ասեց, մենք դեսպանատան կնիքը ինչ-որ դնում ենք բանի տակ կասկածի, քննիչը ասեց ոչ, չենք կարող։ Հիմա օրերը հասավ, ասեց պարոն դատավոր, այդ նշված օրը, չեմ հիշում օրը։ Այսինքն ես ուզում եմ պարզաբանել ես վերջին ասածը, այդ դեսպանատան կնիքով անձնագիրը ինքը վավեր է, թե վավեր չի։ Չէ, հենց այդ անձնագիրը, որ իրանք ասում են, արդեն փոխել է մի ուրիշ անձնագրով, բայց իրանք ասում են այդ օրը բոլոր անձնագրերս եմ ես դեսպանատաներով ստացել, իրանք խոսում են այդ մի անձնագրի մասին սերիայով, որ նշել էին միջնորդության մեջ։ Հիմա եկավ օրը, ասեց դուք ասում եք, այս ինչ օրը երկրում է եղել, այո, այդ ինչ օրը, ուրեմն դրանից 2 օր առաջ մուտք է արել Մոնղոլիա, 2 շաբաթից Մոնղոլիայից դուրս է եկել։ Հիմա փաստաբանս հարցնում է մարդը միաժամանակ 2 տեղ կարա լինի, քննիչ ասում է չի կարա լինի։ Մի խոսքով միացած կատակերգություն, դատական նիստը ափսոս որ
շատ բաներ չենք կարող ասել, իրանք էլ այնքան անգրագետ են, որ ամեն ինչ ասում են նախաքննության գաղտնիք, բայց օրենքով սահմանված է, որն է կոչվում նախաքննության գաղտնիք։ Հիմա իրանք պնդում են, որ Արտակ Սարգսյանը ոչ միայն պետքա տնային կալանքի մեջ լինի, այլ իրանց միջնորդությունը պետքա զրկվիսոտ ցանցերից օգտվելու, այլ անձանց հետ շփվելու, բացի փաստաբանից եւ մեղադրանքով ամենակարևորը ապօրինի երկիր մուտք գործել եւ փողերի լվացում։ Ապօրինի երկիր մուտք գործելը կարծես հարկացանք է տեսնագրի հետ կապված եւ հիմա փողերի լվացումը։ Հիմա փողերի լվացումը էլի նույն 2004 թվականի լուսահոգի մի քանի օր առաջ մեռավ այդ օպոզիցիայի ղեկավարը, նույնիսկ զանգել եմ ընտանիքին, ցավակցել եմ, ուրախացել էին իմ ողերիմ թշնամին մի ժամանակվա Ռելա Օդինգան։ Երբ որ այդ տոննա 200 կիլոգրամ կոկայինը ձերբակալել էի, քանի որ ես հանդիսանում եմ Կենիայի DA, Drugs Enforcement Agency ստեղծողը, ստեղծել ենք մեր գումարներով, քանի որ դրանից առաջ թմրադեղերը ոստիկանություններից կորում էին, որոշեցինք ստեղծել կենտրոն, երբ որ անձը կամ ձերբակալվում է կամ պարեկը բռնում է թմրադեղ, միանգամից բերում են այդ կենտրոն, էլ չի գնում ոստիկանություններ։ Եվ մենք կատարեցինք մի օպերացիա, տոննա 200 կիլոգրամ կոկային Լատինական Ամերիկայից եկող, լավ քողարկված, քարի պես, ասենց աղյուսների պես, քողարկված չէր էլ տարբերվում, եւ ընդունողի տուններ կար լաբորատորիա, որ ինքը պետք է այդ աղյուսները դներ այդ հատուկ նյութերի մեջ, մյուս կողմից մաքուր կոկայինը դուրս էր գալու, առանց կորուստի։ Երբ որ վճռաբեկը վերջացավ, դիմեցի, որ եւ պահեսնել մենք սարքել էինք 3 բանալիով։ 3 բանալից մեկը չլներ, չէր բացում։ Մի բանալին իմ մոտ էր, մի բանալին քրեական ոստիկանության ղեկավարի մոտ էր, մի բանալին էլ կոչվում է հատուկ ջոկատ General Service Unit, այդ ղեկավարի մոտ էր։ Հիմա մեկը Ջոզեֆ Կամաուն էր, մեկը Իթերեն էր։ Հիմա երբ որ վճռաբեկը վերջացավ, էլ բողոքելու տեղ չկա, ես դիմեցի կառավարություն, որ պահելու իմաստ չունի, ես կոկայինը պետք է արդեն ոչնչացնել, էլ ոչ նյութական արժեք կամ ոչ էլ ինչ-որ այլ տիպի արժեք նախաքննության, հետաքննության դատարանի համար չի կարա հանդիսանա, պետք է ոչնչացնել։ Որոշեցինք ոչնչացնել հինդուների կրեմատորիաներում, հինդուները իրանց դիակները հայրում են, եւ Կենիա Նայրոբիի մոտ կա կրեմատորիա, առաջ փայտերով էին հայրում, հիմա կրեմատորիայում։ Տեղը պայմանավորվեցինք, հրավիրեցինք 12 դեսպանատուն, եկան 14-ը, հրավիրեցինք Միացյալ Ազգերի կազմակերպության թմրադեղերի եւ հանցագործությունների կոմիտեի ղեկավարին եւ ՄԱԿ-ի մի քանի այլ ներկայացուցիչների։ Բոլորը եկան, իմ գործը ջոկատով ապահովել անվտանգությունները այդքան դիգնատորիների, այդքան հայտնի մարդկանց եւ այդ տեղափոխման։ Մի խոսքով հասցրեցինք տեղ, երևի վիդեոները կա YouTube-ում, երևի 1 կիլոից քիչ էինք այրել, մենք չենք խառնվում, այսինքն ամերիկյան դեսպանատունը եկել էր իրանց ասելով օգնականի հետ, բայց իրականում Ամերիկայի DEA-ի ներկայացուցիչներ, ագենտներ եւ նույնը Անգլիայի։ Երբ որ այրումը սկսեց, իրանք կշռում էին, իրանք դնում էին այդ կրակի մեջ, եկավ այդ օպոզիցիայի ղեկավարը Ռեյլա Օդինգան, լուսահոգին, խմբով, ասաց կոկայինը սև ծուխ չի կարա հանի, փոխել են կոկայինը, անչափես կանգնացրեցինք, կատալիզատորներ տվեցինք, Ամերիկայի դեսպանը ասաց, չէ, մենք մեր կատալիզատորները կբերենք, սպասեցինք, մի կես ժամ 40 րոպե դեսպանատան մեքենա եկավ, սղոցով կտրում էին ամեն այդ բլոկը, դնում էին կատալիզատորի մեջ, թափ էին տալիս, դառնում էր մանուշակագույն, ուրիշ տեստ էին անում, այրում էին, ամեն առաջինը, ամեն 5-րդը, ամեն 10-րդը կշռում, այրում, տեստը վերցնում եւ արձանագրվեց կոկայինի ոչնչացումը, ստացանք շնորհակալագրեր թե ՄԱԿ-ից,
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից շնորհակալագրեր, ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների ոնց է կոչվում դիվիզիոնի ղեկավարից շնորհակալագրեր, որ այդպիսի թույնը մենք կանխարգելել ենք, որը որ տրանզիտ գնալու էր Եվրոպա կամ այլ երկրներ, հիմնականում Եվրոպա էր գնալու, եւ Կենիայի կառավարությունը, որը որ մնացել էր Աֆրիկայում միակ երկիրը, որտեղից ուղիղ չվերթներ կար դեպի Եվրոպա եւ դա էլ փակման տակ էր։ Բոլոր համարյա աֆրիկական երկրներից ուղիղ չվերթները փակված է, հենց այդ թմրադեղերի եւ էմիգրանտների արտահոսքի պատճառով եւ Կենիան մնացել էր միակ պետությունը, դրա համար նարկոտիկը գալիս էր Կենիայից ուղիղ չվերթներով գնում էր դեպի Եվրոպա, իսկ մնացած երկրներից պետք է գնար Դուբայ, Աբու Դաբի, իսկ այնտեղ բռնում էին մարդկանց։ Պարոն Սարգսյան, լավ է, որ դուք դա պատմեցիք, այդ ամբողջ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Քենիայում եւ այդ ամբողջը նաեւ պատմում է ձեր մասին, որպես անհատի, բայց իմ հարցը ավելի շատ կապված է նրան, թե ինչ մեղադրանքույն ձեզ բերում հիմա գալիս է մտեղ, ուրեմն հայկական քննիչի մոտ ինչ մեղադրանք հիմա գալիս է մտեղ 2004 թվին այրումից հետո հենց այդ օպոզիցիայի ղեկավարը գնում է մի թերթի խմբագրություն, որը որ պատկանում է նախկին նախագահին, ում որ ընտրություններով հաղթել էինք, Արաբ Մոին, էլի լուսահոգին, եւ այդ թերթն էլ մենք փակել ենք տրայբալ ատելություն, որը ժամանակ սահմանափակել էինք, այսինքն երկու թշնամի գնում են եւ հոդված են տպում, որ կոկայինը փոխել էին։ Մի անգամից ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսում է թերթին մեղադրել, դեսպանատներն են հանդես գալիս հայտարարություններով, թերթը հեռուստաալիքը ասում է մենք ուղղակի հրավիրել էինք օպոզիցիայի ղեկավարին, նա կարծիք է հայտարարել, մենք մեղք չունեինք։ Մի խոսքով, սրանք վերցնում են 2004 թվականի թերթի, որը որ այսօր էլ համացանցում կա, որտեղ գրած է Ռեյլա Օդինգան ասում է, որ Արթուր եղբայրները կոկայինը փոխել են։ Եվ ինչ ունեն հիմա, ասենք իմ հեռախոսում հայտնաբերել են բանկային հաշիվներ, բիզնեսներ, ինչ ունեցվածք ունեն, դա այդ կոկայինի փողն է, որ իրանք այն ժամանակվանից վերածել են հարստության։ Հիմա այդ նույն հոդվածի մեջ ուրեմն սկիզբը գրում է, որ 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի մասում մի գործ է անում, Մաս Մելքոնյանի դատի ժամանակ էր կատակերգություն, էլի։ Նիստի ժամանակ ես ասացի, պարոն դատավոր, ասում ենք, ես 3 եղբայրս անմեղ ենք, այն 3-ին բռնեք բերեք, ես էլ ցուցմունք տամ իրանց վրա։ Քննիչը տեղից վեր կացավ, բայց մենք գիտենք, որ իրանք 3 եղբայր են, Դա օպոզիցիայի ղեկավարը սխալ ինֆորմացիա տալի, ասի ուրեմն այդ հոդվածի այն մասը, որ ձեզ ձեռ չի տալիս, որ ինքը սուտ է խոսում, թե մենք 6 եղբայր ենք, լավ է, բայց դրանից հենց ամիջապես հետո խոսում է կոկայինի, ձեզ ձեռ է տալի, ինձի դրանով բերել եք, ասենք, բան եք։ Այսինքն ձեզ բերել են միայն այդ հոդվածի վրա։ Իման վրա։ Իսկ ներողություն, դուք ասացիք, որ այդ հոդվածի հեղինակը արդեն մահացել է։ Մի քանի օր բայց միջև այդ նա կենդանի էր, այսինքն ինչ մեր քննական մարմինները գնացել են, հանդիպել են նրա հետ, ցուցմունք են վերցրել։ Չէ՞ որ թերթի հոդվածը չես կարող որպես ցուցմունք դնել։ Հիմա չէ, իհարկե չէին կարող նրանք գնալ, հիմա մյուս հարցը, երբ որ ասում են պետք է իրան պահենք փակի տակ, որպեսզի չազդի վկաների վրա։ Իմ գործով վկան իմ տան շլանգբաումն է։ Հայերեն չգիտեմ այդ բառը, էլի շլանգբաումը ոնց է։ Ուրեմն գրում են Արգելափակոցը գրած է 161 անգամ զանգել է այդ մարդուն, դա մեր վկան է, ճնշում չգործադրի վրան։ Հեռախոսներս մոտս չի ոչ իման, երբ որ նիստից տնային կալանք եմ ստացել, իմ ու եղբորս ընկերները նույնն են։ Եկել եմ տուն, ուղիղ զանգ, եղբայր ասում եմ հեռախոսը տուր, այդ համարը հավաքում եմ շլագբամ։ Ասում եմ սխալ հավաքից, էլի սենց հավաքում եմ շլագբամ։ Հիմա ստացա վարչական հսկողություն։ Հիմա էլ ունեմ վարչական նույն տողերը գրած է։
չշփվել վարույթով անցնող վկաների հետ։ Պրովացիայի ծառայությունը պարտավոր է քեզ տալ։ Պրովացիայի ծառայությունը ասում է չկա այդն ցուցակ, ում հետ ուզում է շփվի։ Հիմա իրանք ասում են կան վկաներ երկրից դուրս, որ ինքը կարա շփվի։ Դատավորը էլի Մասիս Մելքոնյան ասում են, բան դատավոր, մենք ունենք պրակտիկա, որ ուրիշ երկրում վկային հարցաքննեք, եթե կա այդպիսի վկա, ուստեղ այդ ցուցմունքը հիմք ընդունեք, դատավորը ասում է չկա այդպես պրակտիկա։ Հիմա իրանք ասում են մենք նախաքննությունը ավարտվել է, պասիվ փուլում է, մենք ուղարկել ենք 4-5 հատ նամակ այլ երկրներ, սպասում ենք պատասխանին, դատավորը ասում է կարող է ձեզ չպատասխանեն, ասում է կարող է չպատասխանեն։ 3 անգամ ժամկետը կասեցրել են, իբր սպասում ենք։ Ես էլ ասում եմ, պարոն դատավոր, 72 երկիր եղել եմ, ինչի են 4-ին ուղարկել։ Ուրիշ ծիծաղալու բան պատմեմ, երբ որ անձնագիրս տվեցի դատավորին, ասացի պարոն դատավոր, այս անձնագիրն է թողեք քննիչին թող տեսնի, 50 երկիր այդ մի անձնագրի մեջ, ասենք ես տարին 2-3 անձնագիր եմ փոխում, այն բանով որ էջերն է պրծնում, էլի ժամանակը չի պրծնում, բայց էջերը պրծնում է, ամեն վիզան մի էջ, երկրներ կան, որ ելք ու մուտքը դատարկ էջերում են մենակ անում, ուրիշ ելքի մուտքը։ Հա ու բոլոր անձնագրերս, որ նույնիսկ վերջացած է գրում է passport is cancelled, visa valid, այսինքն ես 2-3 անձնագիր իրար փակցնում եմ, ճամփորդում եմ, վիզան հին անձնագրի մեջ է, բայց մուտքը նորում են։ Այսինքն ինչը վերցրը անձնագիրը իրոք նկարում է, դատավոր ասում է, հարցին պատասխանեք, այդ ինչ եք անում։ Բա նկարում եմ։ Ես հեգնանքով ասացի տվեք թող նկարեն, այդ 50-ն էլ ուղարկեմ, որ ժամանակ չսպա։ Դատավորը ասում է, մարդ նիստից հետո ես կխնդրեմ փաստաբանը քեզ կտա, էլի։ Ասում ես մարդը քեզ հեգնանքով ասե, դու բռնել ես անձնագիրն ես նկարում։ Մի խոսքով ունենք այն ինչ որ ունենք, շատ ողբալի վիճակ, քննիչը պահում էր, չեմ վախենա ասել, լկտի, ուրեմն, չգիտեմ, կոստյումը հագցրել էին վրան, փաստաբանը 3 անգամ հարց է տալիս, ասում է հարցին չի պատասխանում, պարոն դատավոր, հարցին չի պատասխանում, որ հարցերը երկար էին, դատավորը ասաց հարցադրումները նստած ընթացակարգով, որ ոտքի վրա չկանգնեք։ 3 անգամ հարց է տալիս, այս մարդը ասում է պատահ, մեկ էլ կանգնում ասաս, նստած տեղից, հենց ան, ոբշմ ես է իմ ասա, հենց, ոբշմ իմ ասած ես է, ուզում ես, թե չես ուզում, մեկ էլ մի հատ ռուսերեն բառա օգտագործում, ես քո պանյատները չեմ հասկանում, փաստաբանս ասում է, պարոն դատավոր, ես շինցո գործերով ես դատական նիստեր, ես ինչերի եք վերածել, ես ինչ պահված է, ես ինչ իրավիճակ է ձեր նիստ, մի խոսքով մի հատ խայտարակություն, ասում եմ, կանգնել է, ասում է, ոբշմ իմ ասած ես է, ուզում ես, չես ուզում ես է։ Նայում ես, ասում ես, Եվ բայց այնուամենայնիվ ձեր դատավորը որոշեց ձեր տնային կալանքի ձևը պահպանել, հա։ Ոչ, փոխեց վարչական վերահսկողության, այսինքն ես հիմա ազատ եմ առավոտյան 8-ից դուրս գալ, գնալ ուր ուզում եմ, պետքա իմ մոտ լինի այդ էլեկտրոնային սարքը, պետքա կրեմին վրա այդ հանդին, թե պեյջեր ասեմ եւ իրավունք չունեմ բնակության վայրը փոխել, միջև չունենամ, դե դուրս գալու, ճամփորդելու իհարկե եւ մեկ անգամ շաբաթը պետք է գնամ պրովացիայի ծառայություն ստորագրելու։ Շատ լավ։ Եկեք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն խոսենք ոչ թե իրավական, այլ քաղաքական հարցերի շուրջ։ Սելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթեր։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ զրուցում ենք Արտակ Սարգսյանի հետ, Քոչարի կուսակցության նախագահ, եւ եկեք հաղորդման այս հատվածում խոսենք կուսակցության մասին եւ քաղաքական հարցերի մասին։ Իրավական հարցերը ձեզ ինչ որ չափով ուրեմն հաջողվեց հաղթահարել, հիմա տեսնենք քաղաքական խոչընդոտները հաղթահարելու ձեր ծրագիրը ինչպիսին է, նախ եւ առաջ ինչու Քոչարի եւ արդյոք դա կապ ունի Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի առաջին նախագահի հետ, որովհետեւ առաջին հարցը որ առաջանում է երկու բարերի նմանությունն է։ Ահա ես զարմանում եմ, որ հայ ազգը Քոչարից հարց է տալիս, ես ասեմ, Քոչարի մենք բարել ենք նույնիսկ ազգանուններ չեն եղել, ընդհանրապես չի եղել ոչ մի ազգանուն, բայց մեր պապերը բարել են Քոչարին, դա խորհրդանիշ է, դա մեր գենն է, դա սիմվոլ է, դա մեր միասնությունն է, դա ամեն ինչն է, մեր կրոնն է, երբ որ մենք կրոն չենք ունեցել, Կեսարը ասել է, որ իմ լեգիոնները ցնցվում են, երբ որ հայերը Քոչարի էին պարում, մենք Ռեյխստագում ենք պարել Քոչարի, Քոչարյանը չի եղել այդ ժամանակ, երևի ազգանուն էլ չի եղել, եւ կոնկրետ երկրորդ նախագահին չեմ էլ ճանաչում, չեմ էլ հանդիպել եւ ունեմ նույնիսկ շատ վատ փորձ երկրորդ նախագահի ու մեր ընտանիքի, ասենք, երբ որ Կենիայում դեռ պետությունը չէր հայտնել մեր ջոկատի մասին, երբ որ աշխարհի թերթերը դեռ անդրադառնում էին մի քիչ վատ ձևով, երբ որ նախագահի աղջիկը չէր հայտարարել, որ մենք նշանված ենք, Ռոբերտ Քոչարյանը ամբողջ ընտանիքի անդամներին Գերդաստանի հավաքում տանում են ածը, պահում են մի օր, առավոտից գիշեր, ով են, ինչ են ուզում, մի խոսքով բարեկամներ ունեմ, որ մինչև հիմա իմ հետ չեն էլ շփվում այդ օրվանից, էլի։ Այսինքն Քոչարյանի հետ ոչ մի կապ չունի, սենց ասեմ,
Քոչարին երևի որ ավելի լավ լինի դեմոկրատական հենց ցենտրալիզմն է հանդիսանալու, որ մեր հայ ազգի մոտ չկա, էլի։ Ասենք մենք ՍՍՀ-ից հետո դեմոկրատական ցենտրալիզմ չենք կարող պատկերացնենք, մեր էթնոսը հենց չունի այդ բանը, էլի, որ ամեն մեկը մի գեներալ է, իսկ դեմոկրատական ցենտրալիզմը շատ լավ ձև է միասնության չասեմ, համախմբման, հա։ Եվ հենց Քոչարին այդ դեմոկրատական ցենտրալիզմի սիմվոլն է եւ ամեն, ասենք, ըստ ընդգրկվածության աշճանի կուսակցության անդամի համար դա տարբեր խորհրդանիշ է լինելու։ Մեկը շատ է ընդգրկված լինելու է պար, մյուսը ավելի շատ, մյուսը տարբեր խորհրդանիշ է լինելու։ Շատ լավ, եկեք դեմոկրատական ցենտրալիզմին մենք դեռ կանդրադառնանք այսօրվա զրույցում։ Հայաստանում կուսակցությունների թիվը շատ մեծ է, անտանելի մեծ այսպիսի փոքր երկրի համար, և այդ կուսակցությունները ցավոք սրտի միշտ չէ, որ իրարից տարբերում են գաղափարախոսական ինչ-որ տարբերություններով, այլ տարբերվում են տարբեր իրենց լիդերների ամբիցիաներով, որ իրեն այս կամ այն մարդը համարում է, որ ինքը կարող է իրեն շուրջը հավաքել մնացածներին։ Ինչի է ստեղծվել Քոչարի կուսակցությունը և որ եթե այսպես պայմանականորեն հիմա բաժանենք Հայաստանի ուրեմն կուսակցությունները, կարելի է շատ պայմանականորեն անվանել նրանցից մի մասը կուսակցությունների այլ երկրների հանձնարարականները ուղղակի կատարող են, մի մասը տեսնում են իրենց ապագան, ասենք, Ռուսաստանի հետ դաշինքով, մի մասը տեսնում են իրենց ապագան Եվրոմիության միանալու մեջ, մի մասը իրենց դասում է ազգային կուսակցությունների շարքին, որտեղ է Քոչարի կուսակցությունը։ Ես ցավում եմ, որ կուսակցությունները ընտրում են ինչ-որ մեդություն, որը որ բացի հայամեդությունից այն կողմ է դրված։ Ռուսամեդություն, կրեմլյամեդություն, եվրոմեդություն, բայց հայամեդություն, ես իրոք ցավում եմ, որ կուսակցությունները նույնիսկ հայտարարում են այդպիսի արտահայտություններ են անում, կուսակցությունները շատ են, բայց ես ձեզ ասեմ, որ ամեն տեղ են կուսակցությունները, շատ մի հավատացեք, որ ասում են նահանգներում երկու կուսակցություն կա, ոչ, իրականում 200-ից ավել են գումարած կան հավատացիալական խմբեր այնտեղ, որ ունեն կուսակցական թույլտվություններ։ Հիմա ինչքան էլ Հայաստանում կուսակցությունները շատ լինեն, մենք հետևել ենք ամեն անձնագիր տվողին, ամեն գրանցվողին, նրանք անցնում են տարբեր կուսակցություններ, այսինքն մոտավոր հաշվարկով կուսակցական ծրագրերի մեջ Հայաստանում ամենաշատը 10,000 հոգի է ընդգրկված։ Այսինքն ձեր մոտից եկան մեր մոտ, դուք տխրեցիք, մենք ուրախացանք, հետո մեր մոտից գնացին ուրիշի մոտ։ Հիմա ինչ վերաբերվում է հենց այդ կուսակցություններին, որ ինչ-որ մեկի արբանյակն են, ես մարդիկ կեղծ կուսակցություններ են ասում, ես ասում եմ կառավարվող, թե իշխանության կողմից, թե այլ երկրների կողմից, կառավարվող ընդդիմություններ, կառավարվող կուսակցություններ։ Այդ կուսակցությունների հիմնական վախը, երբ որ փողոց են դուրս գալիս, այն 50-70 հազարն է, որը որ հայերեն, չգիտեմ ոնց ասեմ, ոչ affiliated մասսան է, հա, հայերեն այդ բառը չգիտեմ։ Ոչ բավականացնող, էլի, այդ բանի համար։ Հա, հիմա այդ կուսակցության անդամի շուրջը փողոցում, երբ որ 70,000 մարդ է հավաքվում, ինքն էլ ստեղծված է ինչ-որ օրակարգ կատարելու համար, այդ կուսակցության ղեկավարը արդեն պանիկայի մեջ է, վախի մեջ է, քանի որ ի սկզբանե նրա նպատակները, օրակարգերը եղել է այս կառավարությանը կամ ինչ-որ ուժի բավականացնել, իսկ այդ ոչ affiliated մասան ամեն ինչի ընդունակ է, նրանց պահանջը արդար է, դա ժողովուրդն է, նրանք կարող են միկրոֆոնն ձեռիցդ խլել, նրանք կարող են բեմնել ձեռիցդ խլել և
անել այն գործողություններ, ինչի համար որ հավաքված են։ Հիմա այս կառավարվող կուսակցությունների նպատակը որն է՝ հոգնածնել, քայլացնել, ցրել, հասցնել այդ 5000, 10000, 2000 իր թիմակիցներին այդ ընթացքում գտնել, հայտնաբերել հայրենասեր տղաներ, ձերբակալել տալ, ժողովրդի լեզու ասել, փուրը տալ, որոնք փախնեն, որոնք կալանքի տակ կլինեն, որոնք տնային կալանքի տակ կլինեն, շարժումը տանել հանգուցալուծման, հանձնման, այդ 2000 հոգիներ իրենց թիմակիցները կամ ամոթից իրանց հետ չեն կռվելու, մի մասը նեղանալու է, գնալու է, մի մասը ասելու է դե ճանապարհ եմ անցել, ամանչելու է խոսավոր, խաբվեց, ծախվավ, ու տենց Այսինքն դուք համարում եք, որ կուսակցության, որոշ կուսակցությունների այսպես նպատակը ժողովրդական այդ ընդվզման, այդ երման աստիճանը իջեցնելն է, գոլոշին բաց թողելը։ 100%։ Ես չեմ մտածում, ես դա գիտեմ։ Եթե մի երկրում դու կառավարություն ես, մյուս երկրում դու ընդդիմություն ես, այս մարդկանց արարքները դառնում է շատ կանխատեսելի ու տեսանելի, էլի։ Այսինքն չկա Հայաստանում կուսակցություն, որը իսկապես ուզում է հասնել իշխանության եւ ինչ որ վերափոխումներ անել, տեսլական ունեցել։ Մենք իշխանության չենք ձգտում, մենք ծառայության ենք ձգտում, ես գտնում եմ, որ հենց ի սկզբանե պետք է հարցը ժողովուրդը ճիշտ դնի, կուսակցությունները կամ այդ պետական աշխատողները, դրանք ծառայողներ են եւ այդ իշխանություն բառը պետք է ամբողջովին հելնի ժողովրդի բառապաշարից միջև եւ թե մի ժամանակ Հայաստանը կգնա միապետության կլինեն իշխաններ, նոր ասեք իշխանություն, այսինքն իշխանություն բառը ժողովուրդը ընդհանրապես չթողի այդ բառը։ Ինչպես եք դուք անվանում։ Ծառայություն։ Ծառայություն դժվար է անվանել օրինակ ներկա կամ նախկին իշխանություններին ծառայողներ։ Տեսեք, երբ որ դուք հարցը իմ հետ եղել է դեպքեր, երբ որ ինչ-որ հարցով մտել եմ պետական հիմնարկ, ոստիկանը կամ աշխատողը ասել է, խոչընդոտում եք իմ աշխատանքը, ես նրան կարգի եմ բերել, ասել եմ հարգելիս, եկեք մի հատ հասկանանք, ես աշխատում եմ, դուք ծառայում եք։ Մի հատ տեղից սկսենք ու մարդիկ իրոք կարգի են գալի, երբ որ հասկանում են, որ դու ես աշխատավարձը տալի, որ ինքը այդտեղ գտնվում է, քո հարկերն են, քո տուրքերն են։ Մի խոսքով կա արդյոք Հայաստանում կուսակցություն, որը որ իրոք մեր պես ցանկանում է, ես կասեմ կան կուսակցություններ, որոնք մեր հետ բանակցում են, որպեսզի մեր ծրագրերը, մեր գաղափարները տեսել են, որպեսզի այս կամ այն կողմով միավորվեն, ես էլի եմ ասում, միավորումներին դեմ եմ, մենք չենք կարող միավորել այս ժողովրդին, եթե մեկի տղեն այնտեղ խրամատներում ցեխի ջրի մեջ է, մյուսի տղեն նիվեն նստած ռաբիզ երաժշտությունում քաղաքում էսցերի ծենցերը քշում է կամ գիշերային կլուբներում ժողովրդի լեզվով ասած կայֆավատան, բայց մենք կարանք համախմբենք, ուրեմն ժողովուրդը սրա տարբերությունն է պետք է, միավորում այդ նշանակում ամեն ինչով քո հետ համաձայն եմ ու քո կողքին եմ, իսկ համախմբումը քո հետ կան հարցեր, որ համաձայն չեմ, բայց ընդունենք ընդհանուր խնդիր, որ այդ խնդրի շուրջ մենք քո հետ համախմբում ենք։ Հիմա կան կուսակցություններ, որ գնում է բանակցություններ համախմբվելու համար, դեռ շուտ է ասել, կա լուրջ շահի բախում, ասենք, կուսակցությունը էլի դա խումբ է իր պետռեգիստրով, որը որ ձգտում է իշխանության, հա, ինքը տենց է ձևավորվում, այսինքն եթե այս խումբն է ձգտում իշխանության, իմ կուսակցությունն է ձգտում իշխանության, լուրջ շահերի բախում կա, ու դա հենց դրա համար էլ արված է, այս խորտ անգլոսաքսոնական կառավարման ձևը, որը որ մեր համար խորտ է եւ մենք ազատվելու ենք դրանից։ Հենց ստեղծված է թե կուսակցություն, թե աղանդ ազգերը բաժանելու նպատակով։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասած այդ բառերն է չեմ սիրում ասել նախկին ներկա էլի դա պարակտման բառեր է մանիպուլացված, կա նրանց մեջ արդյոք ինչ-որ ուժեր, որ ցանկանում են, տեսեք, եթե անհատներին վերցնենք բոլորին էլ, հա, բոլորն էլ լավ մարդիկ են, մենք մի փոքրագույն ազգ ենք, ամեն տեղ էլ դասարանցի ունենք, կուրսեցի ունենք, ընկեր ունենք,
Բայց ես չեմ տեսնում մի կուսակցության ղեկավար, ով ինպես թևերը կկշտի կմտնի գործի մեջ։ Ես անկեղծ եմ ասում, ոչ թե ինքնագովազդով եմ զբաղված։ Ես միջև հիմա այդպիսի կուսակցության ղեկավար չեմ տեսնում, որ իրոք թևերը կկշտի, այդ ձեր ասած նախկինները մտածում են, արա սենց կարելի էր թալանել։ Բագանք հիմա մենք թալանենք, մենք այն վաղ գախնի ենք անում, փոքր ենք անում, մտածում են, բա սենց կարելի էր։ Մի խոսքով նոստալգիա եմ տեսնում Իշխանության այդ մարդկանց կառավարելու այո ոչ մի ազգի համար գործ չեմ տեսնում ես տեսնում եմ նոստալգիա այդ ուժի այդ բռնաճնշումների նոստալգիա ու կան կուսակցության ղեկավարները որ նույնիսկ ես ընդհանրապես ծրագիր էլ չեմ տեսել հենց վերցնենք այդ ձեր ասած երկրորդ նախագահ ասենք կա կուսակցություններ հանրապետական դուրս են գալիս ծրագրերով նույնիսկ ԿՊ-ն ունի ծրագիր ես այս մարդուն չեմ տեսել որ ծրագրով գա կամ գալի ասում է Պուտինի մոտիկ ընկերն եմ կամ գալի ասում է այն մյուսի անունը ինչ որ հիմա նշանակել են Հայաստանի Սվերջը որ հանդիպել էր հետը մի խոսքով լավ եկեք հաջորդ հարցը տամ ես պիտի խոսեի ձեր տեսլականի մասին ընդհանրապես ինչի համար եք գալիս բայց եկեք այդ հարցը փորձենք բացել ավելի հետաքրքիր ձևով եկեք պատկերացնենք որ ընտրություններում ձեր կուսակցությունը հաղթել է ինչ որ ձևով եւ դուք ձևավորել եք կառավարություն ես կուզենայի երևի առաջին 10 գործը եթե ունեք մտածած այդպիսի գործը ինչը առաջին հերթին խանգարում է որ մենք լինենք հզոր երկիր եւ կարողանանք նորմալ ինքնակառավարվել Իրականում ոչ մի բան չի խանգարում բացի մենք մեզանից ոչ մի բան չի խանգարում մեր երկրին որպեսզի մենք դառնանք Սինգապուրի պես մի երկիր ես Իսրայելել եմ ասում բայց մարդիկ ասում են դե չէ Իսրայելը կառավարում է բոլոր կողմերին տեսեք մենք առաջի հերթին պետք է հրաժարվենք մեր բևեռ ունենալուց այսինքն կամ Արևմուտք կամ Ռուսաստան ոչ Սինգապուրի պես երկիր համ Չինաստանի հետ է լավ հարաբերության մեջ համ Արևմուտքի հետ ամբողջ աշխարհի հետ լավ Հայաստանը ունի այդ պոտենցիալը ներկայ իշխանություններն էլ են մոտորապես այդ ճանապարհով համայն դեպս հայտարարում Չէ ներկայ իշխանությունը զիջողական քաղաքականություն է անում նրանց համար խաղաղությունը դա զիջողականություն է Ես հասկանում եմ բայց այնուամենայնիվ այդ բալանսավորված քաղաքականությունը որի հիմա այդ անվանումն է ասենք մի քանի տասնամյակ առաջ դա կոչվում էր կոմպլեմենտար քաղաքականություն բայց իմաստը նույնն էր այսինքն բոլոր բևեռների հետ ունենալ նորմալ հարաբերություն Տեսեք, նրանք ասում են, եթե հիմա սենց նայենք նրանց ասածները, ես արտաքին քաղաքականությանը մի հատ բան կդնեի, հա, որ ճիշտ են անում, փորձում են, բայց ասելն ու անելը Իսրայելը իրանական պատերազմից առաջ էս փոքր պատերազմից առաջարկներ եղավ, ստեղծեք հարթակ Հայաստանը կարա այդ հարթակը լինի, ոչ Իսրայելն է ուզում պատերազմ, ոչ Պարսկաստանն է ուզում սկսեք ժողովրդական այդ բանակցություններից, համայնքներով, հայ համայնքը ընդեղից, հայ համայնքը չեք կարա հիմա պետությունները բերեք բանակցությունները, սկսեք գաղտնի բանակցությունները Հայաստանում, տրամադրեք այդ Սարքեք Հայաստանը այդ հարթակը, Հայաստանը կարա այդ կամուրջը լինի, մանավանդ որ երկու կողմերն էլ շահագրգռված չեն իրար այտենց խփելուն։ Եվ դա շարունակվելու է, դա մենք կարանք հաշվենք քարորյա պատերազմ, այդ որ ինչ որ եղավ, Հայաստանն էլ դրա շահագրգռվածն է, փախստականներ, ռեգիոնի, այսինքն ասելն ու անելը դա տարբեր է։ Եթե դու ասում ես ու չես անում, դա ինչ որ պոպուլիստական PR գործողությունները արդեն այդտեղ ամեն ինչը վերջանում է։ Եթե դու ասում ես, կան ասենք առաջարկներ, դուք դուրս եք գալիս շատ բաներ Քոչարի կուսակցության ասածներից կրկնում եք, բայց արեք, մենք դեմ չենք, մենք մեր ծրագիրը նույնիսկ տվել ենք, ասել ենք, որ ժողովուրդը հասկանա, մենք աթոռի կռիվ չենք անում։ Մենք տվել ենք, ասել ենք
ԿՊ իշխանություն վերցրեք կամ Իսկ կա հրապարակված ձեր ծրագիրը ձեր կայքում։ Այո, կայք դեռ չունենք, մեր Telegram-յան ալիքներում ուղարկել ենք կառավարություն, ասել ենք կամ դուրս եկեք ասեք ինչն է սխալ, կամ արեք։ Մենք աթոռի չենք ձգտում, արեք, ժողովրդի համար արեք։ Նրանք դուրս են գալիս պոպուլիստական թեզերով, կրկնում են ինչ-որ բաներ են ասում, մեր ասածը հակադրում են, բայց քայլ չեն անում։ Շատ լավ, վերադառնանք այդ ձևաչափին, ուրեմն հաղթել եք ընտրությունները եւ փոխում եք ինչ-որ բաներ։ Ուրեմն առաջինը ինչպես ժողովրդի մի մասը հիմա կասի դա առաջնահերթություն է, մեր ժողովրդին մենք խոստում ենք տվել Հայաստանը լինելու է առանց գույքահարկ, առաջի որոշումը լինելու է Հայաստանում առանց գույքահարկ եւ անվճար քաղաքային տրանսպորտ։ Երկրորդ որոշումները, այսինքն եթե դուք ասում եք 10 տարածքային ամբողջականության վերականգնում։ Եկեք մեկ-մեկ քննարկենք այդ գույքահարկը եւ տրանսպորտը։ Կան նախադեպեր այլ երկրներում։ Իհարկե, ես ապրում եմ այդ երկրներում, մեր Վրաստանը նայենք առանց գույքահարկի երկիրը, ես ապրում եմ արաբական երկրներում, հա մեր գլխամասային գրասենյակը արաբական այդ 6 երկիրը որ կա GCC, Gulf Corporation Countries, Դուբայ, Արաբական Էմիրություններ, Օման, Կատար, Բահրեն, որը չասեցի, մի րոպե, Սաուդյան Արաբիա, որը չասեցի, Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման, Կատար, Բահրեն, Քուվեյթ։ Բոլորը նավթային Ոչ, բոլորը նավթային չեն, վերցնենք Դուբայը նավթ չունի, Աբու Դաբին նավթ ունի, Շարժան նավթը 15 տարի առաջ է վաճառել, Դուբայը նավթի հաշվին ոտքի չի կանգնել, Բահրենում գազ նոր են գտել, այսինքն ոչ, այդ երկրների քաղաքականությունը լրիվ ուրիշ ձև է եւ նրանք նավթից հրաժարվում են, Միացյալ ազգերի կազմակերպությունից հրահանգ են ստացել, որ նավթային էկոնոմիկայից մինչև 30 թիվը հրաժարվեն, քանի որ աշխարհը նավթը սկսելու օգտագործել միայն որպես հումք։ Այսինքն դրա համար տեսնում ենք էլեկտրոմեքենաների, այդ երկրները նավթային քաղաքականությունից վաղուց հրաժարվել են եւ Սաուդյան Արաբիան պարոն Բին Սալմանի այս քաղաքականությունը նա ընդհանրապես նավթը որպես կարելի ասել սկսել են օգտագործել հում։ Շատ լավ, գույքահարկի, փաստորեն գույքահարկից հրաժարում, սա կարող է ձեր շատ հեռուստադիտողների, մեր հասարակության շատ անդամների ոգևորել, որովհետև վերջերս այդ ոմանց համար գույքահարկը 100 անգամ աճել է։ Եվ մարդիկ, ասենք, եթե չեն կարողանում պահել իրենց պապենական տունը, որովհետև Փարսի նման գտնվել է, ասենք, այն կենտրոնում եւ այդ կենտրոնում այդ տունը հիմա հսկայական գույքահարկի եւ այդ կենտրոնն էլ մեր մտավորականությունն է եղել, այսինքն որ պետությունը ՍՍՀ-ի ժամանակ նվիրել է այդ բնակարանները, այսինքն պետությունն էլ ասում է ծախեք գնացեք, այսինքն աջակցություն չկա այդ մարդկանց այդ տարիների չարչարանքը ներդրում է այս երկրի կառուցման, մշակույթի, գիտության, այսինքն անարդար է եւ դրա հաշվին փաստորեն լավ շարունակենք ուրեմն քաղաքային տրանսպորտին կարող է չանդրադառնալ հասկանալի է ամենակարևոր բանը անվճար քաղաքային տրանսպորտը երբ որ նրանք մեզ առաջարկում են հրաժարվեք ձեր քաղաքական հայացքներից ասել եմ եկեք 6 ամսով դնենք անվճար քաղաքային տրանսպորտ եթե քաղաքը չբեռնաթափվի դա առաջի կետն ենք ասում, ինքը 50 կետ եմ ես գրել, 30-ը վերցրել եմ այլ երկրից, ինչպես պետք է ֆինանսավորվի, 20-ն էլ ես եմ ավելացրել, Հայաստանի պայմաններում ինչպես պետք է ֆինանսավորվի, ասել եմ, եթե մենք ձախողվենք, դուք կարմիր գծերով ձախողվել եք։ Մենք հայտարարում ենք, որ մենք ձախողվել ենք եւ քաղաքական պայքարից դուրս եմ գալիս։ Պետք է համաձայնվեն, չէ՞, իրանք են ասում, դուրս եկեք։ Իմիջիալոց այսպեսի մի հարց առաջացավ անմիջապես, այստեղ միջանկյալ հարց, խնդրում սա չհաշվեք այդ 10-ի մեջ, այդ ձախողումների մասին քաղաքական։ Հայաստանում կամ աշխարհում չգիտեմ, կա այդպեսի, այսինքն Հայաստանում հաստատ չկա, աշխարհում չգիտեմ կա թե չկա,
Բայց դուք չեք կարծում, որ ցախողված քաղաքական կուսակցությունները, որոնք որ ծրագրում մի բան են հայտարարել, հետո արել են բոլորովին այլ բան, իրենք պետք է ինչ-որ սանկցիայի ենթարկվեն հենց քաղաքական իմաստով, ասենք որ նա չմասնակցեն հաջորդ ընտրություններին, չթույլատրվի օրենքով կամ այլ սանկցիաներ ունենան, որովհետև այդպես ընտրությունների ժամանակ մենք լսում ենք մի խոստում, հետո գալիս են իշխանություն եւ անմիջապես ամեն ինչ փոխվում։ Տեսեք, մեր հիմա հետ գնանք, մեր ամենակարևոր ծրագիրը, որը որ մենք գրել ենք, այսինքն մի բանով մենք իրոք համաձայն ենք Փաշինյանի հետ, որ բոլոր մեր սահմանադրությունները կեղծվել են։ Ես այդ հարցազրույցը հիշում եմ ազատությունը մեր նա տալիս, այսինքն այս սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իրականում այդ լծակները չկա։ Եվ մենք վարժ տեսնում ենք 5 տարի, 7 տարի այս մարդիկ հող են տալիս, ինչ ասես անում են, այսինքն մենք բերել ենք մի վարչապետ, թուղթ ու գրիչը տվել ենք, ասում ենք մեր իրավունքները գրի։ Ինքն է գրում է։ Ոչ թե ինքը իր ասել ենք, մեր իրավունքը գրի, ու մենք չունենք այդ լծակը։ Եթե ես բիզնեսի մեջ կարևոր պատասխանատու աշխատող եմ վերցնում, 3 ամիս, 1 ամիս, 6 ամիս փորձնական ժամկետ եմ տալիս այդ մարդուն։ Հիմա մենք ստեղծել ենք մի համակարգ, ընդերքը ժողովրդինն է, այս իշխանությունը ժողովրդին է, բայց իրականում լծակները չունենք։ Նույնիսկ եթե մի հատ լավ դատախազուհի գտնվի, որ ուզենա այս մարդուն կալանավորի, նա պետք է գնա թույլատրություն վերցնի, ասենք թեկուզ պատգամավորին, թեկուզ վարչապետ, բայց օրենքով վարչապետին կալանավորելու համար իրան թույլատրություն պետք չի, ասենք։ Այսինքն այդ լծակը չունենք մենք այդ մարդու վրա ազդելու, մնում է փողոցային պայքար կամ ըմբոստանալ, որը որ հենց այս իշխանություններն է ձգտում են, սարքեն քաղաքացիական պատերազմ, սարքեն մի այդպիսի քաոսային վիճակ, այսինքն ժողովրդին թողում են, իրանց մտածելով ժողովրդին թողում են, մենակ այդ լծակները փողոցային պայքար եւ ըմբոստանալ, նույնիսկ զենքի ըմբոստանալ, նրանք ստիպում են ժողովրդին գնալ դրան, իսկ Կոնվենցիայի մեջ հստակ նշված է, երկրի ղեկավարները պետք է երկիրը այնպես ղեկավարեն, որ ժողովրդի միակ պայքարի ձևը չմնա ըմբոստանալը։ Այսինքն նույնիսկ ըմբոստանալը դա կոնվենցիայում ես չեմ ընդունում այդ ձևը, մանավանդ Հայաստանի համար, բայց ես օգնել եմ տարբեր երկրների, իրենց Աֆրիկայում, Հարավային Սուդանին եմ օգնել, որպեսզի այդ մարդիկ իրանց կյանքը այդպիսով կարողանան ապրել, ոչ թե կյանք, այլ կարողանան ապրել, չմեռնել, չզոհվել։ Այո, կոնվենցիայում հստակ նշված է, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ ժողովուրդը չունենա այլ պայքարի միջոց, միայն քաղաքացիական ամեն մանիպուլյացիան տանում է դրան, ինչ վերաբերում է սանկցիաներ, եթե մենք ունենայինք ընդդիմություն, հիմա այստեղ ամենակարևոր հարցը, առողջ հասարակություն, առողջ իշխանություն։ Եթե դու չունես ընդդիմություն, ինչ սանկցիայից ենք մենք խոսում։ Երբ որ մենք ապրում ենք հիմա, ես խոսում եմ օրենքի սանկցիայի մասին, այսինքն քաղաքացին կարող է դատի տալ որևէ կուսակցության եւ դրանով իսկ զրկել նրան մասնակցել հաջորդ ընտրություններին։ Որովհետեւ նա չի կատարել իր ծրագրում նշված կետերը։ Այս գաղափարի մասին է խոսքը։ Տեսեք, երբ որ ժողովրդի, ես կասեի 50%-ը մեր երկրում ապա քաղաքականացված են։ Ես ժողովրդից ներողություն կխնդրեմ, բայց կասեմ դրանք վախկոտներն են։ Երբ որ այսօրվա դրությամբ, երբ հայրենիքը կանգնած է ասենց լուրջ վիճակում, հա, լուծարման, Արցախի պես, սա այն ժամանակը չի, որ մեր պապերը պատմել են կոտորածի մասին եւ մեր երեխաները մոռացել են, ոչ, մեր աշկի դիմաց Արցախը 2 շաբաթում իրանք ապրում էին, իրանք վայելում են, 2 շաբաթում չկա այդ Արցախը, այսինքն այն չի, որ մեր տատերը ասել են, իրանք հետ չեն լսել։ Եվ որ այդ մարդիկ ասում են, ես քաղաքականության մեջ չկամ, ես քաղաքականությունից գաղափար չունեմ, այսինքն այդ մարդիկ ուզում են, որ իրենց երեխայի, իրենց հողի, իրենց հայրենիքի հարցը ինչ-որ մեկը լուծի, իրանք էլ են ուշացած գնացքի վրա թռնողներն են։ Երբ որ լավ կլինի, կգան կողքդ կկանգնեն, ես դրանց վախկոտներ եմ համարում, ես գտնում եմ, որ այս ազգը ամբողջովին պետք է քաղաքականացված լինի, այսինքն պահանջատեր լինի, հենց ձեր ասած
եթե եկել է մարդ ծրագրով, ծրագրում ասել է ոչ մի թիզ, ծրագրում ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, ծրագրում ասել է աղքատությունն են ամեն կողմով ծրագիրն ասել է եւ տանում այլ քաղաքականություն, հենց պետք է ժողովրդի հետ լծակ ունենա, որը որ մենք առաջարկում ենք, պետք չի սпасել 5 տարի, եթե ձեր ասացի պես մենք հաղթեցինք, մենք բանաձև ենք տալի 2-3 ամիս, 6 ամիս չարեցինք մեր ասածը, ժողովուրդը հնարավորություն ունի մեզ գործից ազատելու։ Իրանք մենեջերներ են այնտեղ դրած եւ հռչակագիրը հստակորեն նշում է, որ պետք է կատարեն ժողովրդի իղձերը, պատգամները, այսինքն մենք այդ ծրագիրը տալիս ենք, ժողովուրդ ջան, եթե մենք կապ չունի, մի շաբաթից կորոշեք, եթե մենք մեր ծրագիրը չենք արել, հիմնավորում եք, որ մենք մեր ծրագիրը չենք արել, վերջ։ Գալիս եք, մեզ ասում եք, ամեն օր ընտրություն արեք։ Հեսա կասեն փող չունենք, ունենք։ Եկեք շվեյցարական բանաձևն ենք առաջարկում։ Նույնիսկ հարևան պետության հետ ինչ հարաբերություն պետք է ունենա շվեյցարիան, չէ՞, եվրոպական հարևան պետություն, ժողովուրդն է որոշում։ Մենք այս պետության հետ ինչ ասում են, մեր հասարակությունը պատրաստ չի, լավ էլ պատրաստ է։ Այդ պետական օրակարգեր է, որ մեր հասարակությանը, ասենք, թերացնեն մեր հասարակ, ոչ մեր ժողովուրդը լավ էլ խոհեմ։ Կարող եմ ձեր պատասխանից եզրակացնել, որ դուք ուզում եք այդ պրակտիկան, այդ հանրաքվեների հաճախ էլեկտրոնային եղանակով, որ մարդիկ տանը նստած էլեկտրոնային փոստով ստանում են ինչ-որ հարց եւ պատասխանում են, այդ համակարգը կամ նմանատիպ համակարգ դուք ներդնելու եք։ Այո, մենք ներդնելու ենք առանց փոստի, փոստերն էլ ապահով չեն, այսօր ամեն մի ոստիկան, ամեն մի պարեկ ունի նույնականացման, ասենք հարմարանք, ես 2008 թվականին, երբ որ Կենիայի բանտերն էինք բարելավում, ճամփորդել ենք, տեսել ենք այլ երկրներ, կային Եվրոպայում բանտեր, երբ որ զանգը տալիս էին մարդիկ, պետք է հաշվվեր, իր մահճակալի կողքը մատնահետքի տեղ կար, այդ մի քանի վայրկյան գնար, մատը դներ, նույնականացվեր, այսինքն այդ տեխնոլոգիաները, որ մարդը իր տունը նստած, նույնականացվի, որ ինքը այդ մարդն է, ասում եմ, այսօր պարեկը կանգնացնում է, ոչ վարորդական ունես, ոչ իվան, ասած տաբլետը պահում է, քո ամեն ինչը գալիս է, նույնիսկ քո բանկային, այդ հավելվածները պահում ես, նույնականացում ես, ասենք հեծանիվ հորինել պետք չի, կարող ենք ամեն մի բնակարանում տեղադրել մի տաբլետ, մարդիկ գրանցվեն մատնահետքով եւ քվեարկեն, որ ավելի քիչ հավանական է այդ կեղծիքներին, քան թե այս թղթայինը, որ մենք տեսանք այս Էջմիածինի խայտարակությունները, որը որ առանձին կուզենա հետո հարցերից հետո առանձնան թեմա է, երբևէ մենք դրա մասին եւս կխոսենք, դուք շարունակեք ձեր տեսլականի շարադրանքը։ Հիմա գանք էլի որ խաղաղություն չենք բերելու, բերելու ենք պատերազմ, անկեղծ եմ ասում, բերելու ենք մեր հողերի ազատագրումը, բայց վարձկաններով, մենք դա արել ենք այդ առաջարկը 44 օրյա պատերազմի ժամանակ, ասել ենք վարձկաններ կբերենք, ոնց ուզում եք անվանեք դա։ Բայց վարձկանները կարող են հաղթել, կարող են եւ պարտվել։ Դե ամբողջ աշխարհը վարձկաններով է։ Դե հա, մենք գիտենք, որ Ադրբեջանն էլ մեր դեմ վարձկաններ է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է վարձկանոկը, Ռուսաստանն է վարձկանոկը։ Բայց ձեր վստահությունը ո՞րն է, որ անպայման այդ վարձկաններով դուք պիտի հաղթեք եւ ազատագրեք։ Նախ տեխնոլոգիաները եւ ինֆորմացիաները, որ նրանք օգտագործում էին ու չէին ենթարկվելու մեր ՊՆ-ի ինֆորմացիոն կենտրոնին, որը որ տանում էր այնպիսի քաղաքականություն, հանձնողական քաղաքականություն։ Եվ ես ընկերներ ունեմ, որոնք կամավորական ջոկատներ ունեին, երբ որ մեկնում էին 44 օրյա պատերազմ, ես նրանց ասել եմ, ինչ կանեք, կենտրոնին չլսեք։ Նրանք ետ էին եկել, մի երկու խորհուրդ էի տվել, նրանք ետ էին եկել մեկ վիրավորով, ինձ կանչե շնորհակալություն էին հայտնում, այն կամավորական խմբերը, որ կենտրոնին էին լսել, կամ գերության մեջ էին հայտնվել, կամ զոհվել էին, անհետ կորել էին։ Վարձկանները, երբ որ ես ասում եմ, դա չի նշանակում փողոցից հավաքում բերում ենք, մենք կան խմբավորումներ, որոնց հետ արդեն զրուցել էինք,
հիմա էլ ենք զրուցում, ծրագիրը կա քանի օրում ազատագրել, քանի օրում հետ բերել։ Չեք վախենում, որ Հայաստանի հասարակությունը եթե անգամ սրտում այսպես ողջունում է ձեր ասածը, այնուամենայնիվ պատերազմից վախենալու է, որովհետև այս ամբողջ տարիների ընթացքում մեզ վախեցրել են այդ պատերազմը։ Տեսեք, պատերազմ, եթե խաղաղություն են ուզում, ժողովուրդը պետք է հասկանա, որ խաղաղությունը դա երկու պատերազմների միջև եղած ժամանակն է միայն։ Մենք խաղաղություն կունենանք մեր ռեգիոնում Ադրբեջանի կազմաքանդումից, լուծարումից հետո։ Մենք ուրիշ կերպ խաղաղություն չենք կարող ունենալ այս ռեգիոնում։ Ով ինչ կասի մի հավատացեք ժողովուրդ ջան։ Չի լինելու խաղաղություն։ Տեսեք Ադրբեջանի վարձկաններ բերելը, տեսեք այդ զինվելը, դա ոչ Պարսկաստանի համար է, ոչ Ռուսաստանի համար է։ Ադրբեջանը չի կարա կռիվ տա Ռուսաստանի հետ, չի կարա Պարսկաստանի հետ, դա միայն Հայաստանի նրանք հիմա Սյունիք են ասում, վաղը Սևանալիճ են ասում, իրոք այդ ամբողջ ծրագիրը նրանք Վաշինգտոնի ստորագրած այդ մեմորանդում չասեմ, հա, այդ ոնց է հայերեն, մտադրությունների փաստաթղթի հետո, երբ որ երկու ղեկավար, մեկը գնաց Ադրբեջան, մեկը հետ եկավ Հայաստան, Ադրբեջանի լրատվամիջոցները ամեն ինչ գրում էին, որ Սևանի ափը տվել են, Միչանսկը տվել են, ամեն ինչում հաղթել ենք։ Այս մեր ղեկավարը եկել էր ասում էր, խաղաղություն ենք ձեռք բերել, պատերազմ չի լինելու։ Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, էլի եմ կրկնում, խաղաղությունը դա երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանն է միայն։ Այսինքն պետք է պատրաստվել, զինվել, քաղաքացիական պաշտպանություն, եւ չգիտեմ ամեն ինչ։ Անպայման, մենք նույնիսկ հարևան պետության, էլի եմ ասում, պատերազմին պատրաստ չենք։ Մենք փախստականների, ասենք, հոսքի տակ սնկանալու ենք։ Եթե այդ ՄԱԿ-ը, ասի մենք պարսկական փախստականներին չենք օգնում, մենք պարենային անվտանգություն չունենք։ Այսօր հայտարարում են 4 միլիարդի զենք են գնել, 800 միլիոնի զենք են, հավատացեք, ես զենքերի գներն էլ գիտեմ, ասենք, ծավալն էլ գիտեմ, ինչ ծավալ պետք է լինի, ունենալով այսքան քիչ զորամասեր, այդքան զենքով մեր զինվորները դոշակի փոխարեն պետք է արկերի կամ տեխնիկայի վրա քնեին։ Հիմա էլ նախագիծ կա, որ 26 թվականից բանակում ծառայելու ժամկետն է կչանում։ Այդ նշանակում է զինվորականների թիվը, որոնք որ այդ պահին պաշտպանելու են, կչանալու է առեալ։ Դուք դրա մասին ինչ կասեք։ Ես կասեմ, որ մենք այսօր հենց հարց ունենք պոստերում տղաներին, դիրքերում տղաներին փոխելու, հա։ Ես կասեմ, որ գնում է էլի զիջողական, հանձնողական քաղաքականություն։ Շատ լավ, շարունակենք, քաղաքական հարցերի շուրջ կշարունակենք, հիմա մենք խոսում ենք Քոշարի կուսակցության եւ ձեր անձնական տեսլականների մասին, թե ինչ է առաջարկելու Քոչարի կուսակցությունը մեր Հայաստանին։ 3 տարում Հայաստանը սարքել ազատ էկոնոմիկական գոտի առանց հարկերի։ Փուլային սկզբից այդ մաքսային հարկերի հանում եւ 3 տարում սարքել ամբողջական ազատ էկոնոմիկական գոտի առանց հարկերի, ամբողջությամբ երկիրը պետք է լինի առանց հարկերի։ Դրա համար երկիրը պետք է ունենա բավականաչափ ֆինանսական ռեսուրս, որպեսզի իրեն թույլ տա այդպիսի։ Տեսեք, չէ՞ որ այդ հարկերը վերջերիչո ձևավորում են երկրի բյուջեն։ Ես համաձայն չեմ դրան։ Հիմա եկեք սենց նայենք, հա, օրինակով ենք խոսում։ Վերցնենք ձեր Դուբայի օրինակը, ու Հայաստանի օրինակը։ Այստեղ այսօր, երբ որ մենք մի ՍՊ ենք բացում, անվճար այդ ՍՊ բացելը փոքր միկրոդաշտի ՍՊ-ն տարեկան երևի ինչքան 400-500 դոլարի հարկ է մուծելու։ Ու պետությունը մի հզոր կառույց է պահում, հարկային ոստիկանություն, հարկային տեսչություն, աշխատավարձներ,
դատարաններ, մարդկանց հետապնդում, քաղաքական ուժ ընտրություններից առաջ հետապնդում է այդ մարդկանց հարկերը բերեք, բյուջետ փող չկա եւ այլն եւ այլն։ Մարդիկ հարկերից փախնում են, չեն վճարում։ Հիմա գանք Դուբայ օրինակը։ Գնում ես ՍՊ բացելու կամ ՓԲ ինչ որ այո։ Հենց սկզբից ինչ որ ֆիքս գումար ես վճարում, տակ կտաս, ժողովրդի լեզվով ասած վրա կմնաս, բարձի տակ կպահես, իրանցը չի, այնտեղ հարկ չկա, կա վճարում, հա, ֆի։ Այդ $400, որ դու պիտի տարեկան տայր, ինքը սկզբից քեզանից վերցնելու է, ու դու գնա ինչ ուզում ես արա։ Բայց այդ պետության վրից այդ մեծ բեռը, մարդկանց նվաստացնելը, մարդկանց հարկադիր դնելը չկա։ Հետո ոչ մի երկիր պետք է հասկանաք, որ նույնիսկ Ամերիկայի պես երկիրը առանց արտաքին ֆինանսավորման չի կարող գործատևել, հա, Դուբայի հենց այդ կամ Ամերիկան Միացյալ Նահանգների կամ այլ Սինգապուր ոչ մի երկիր առանց ներդրումների չի կարող։ Իսկ մեր երկիր ներդրումները իմ դատական գործում հիմա պայմանագրեր են դրած ներդրումների, որ իմ ընկերներով որ Կենիայի պորտն է սարքել Դուբայի թագավորական ընտանիքը, հա, որ մեկ զանգով եկել են 50 տարով այդ Մոմբասայի պորտը սարքել են, ասենք բիոտի տրված է բիլդոն, հա։ Այդ մարդկանց պայմանագրերը հիմա ինձ դրել են մեղադրականի մեջ։ Քննիչները ասում են Հայաստանի բյուջեից 3 անգամ մեծ փող է ուզում երկիր բերի։ Ուրիշ երկրում ինձ շքանշան են տալիս ներդրումի համար, իմ մոտ դատավորը իհարկե լուրջ չընդունեց, ասաց, ես ինչ ա որ դրել եք, ես ինչ մեղադրական փաստաթուղթ ա, որ մարդը չի ստացվել ներդրումները, մարդիկ զանգում ասում են, ձեր վարչապետը ասում է պատերազմա լինելու, ձեր վարչապետը ասում է սենց է, մարդիկ եղել են, որ ուղարկել ենք միջև մեր գալը ստեղ, եկել են ասել են աղբորս, քավորիս հետ այդ դիր բանի մեջ այդ որ քեզ ձեր չտան, մարդիկ չեն հասկանում։ Դուք որ ժամանակների մասն եք խոսում, այժմ թե ավելի շուտ, այսպես ասենք։ Չէ, այդ պայմանագրերը այժմյա է։ Բայց դրանից առաջ ենք մարդիկ ուղարկել, որ ներդրումներ կատարեն Հայաստան, մենք ինքներս ենք դիմել ռազմական 2 գործարանի համար, մեկը անօթաչու, երբ որ դրոնները դեռ աշխարհով մեկ չեն օգտագործում, դիմել ենք պայթուցիկների գործարան եւ դրոնային գործարան, իհարկե դիմել ենք անվտանգության խորհրդի նախագահին եւ իհարկե մերժվել են։ Բայց ես գիտեմ, որ նույնիսկ եթե համաձայնվեն, չեն օգտագործվելու, ինչպես Արցախում, այտենց հանձնվելու են։ Հիմա այն որ մարդիկ կասեն Հայաստան աղքատ երկիր է, մի հավատացեք, Հայաստան աղքատ երկիր չի, ինչքան նավթ, որ այդ երկրները ունեն մեր հանածոները ավելի շատ է, ուղղակի սխալ բաշխված է։ Իսկ սահմանադրությամբ այդ հանածոները ընդերքը էլի ումն է, ժողովրդինն է։ Այսինքն այդ նույնիսկ ջուրը այսօր, չէ՞, խմելու ջուրը ավելի թանկ է, քան թե նավթը։ Ու մենք տարեկան 600 միլիարդ խորանարդ, հա, մետր ջուր անվճար տալիս ենք Նախիջևանին եւ Թուրքիային։ Հասկանում եք, այդ ինչ հանցագործություն ենք մենք կատարում։ Ինքը այսօր նավթից թանկ ռեսուրս է, ու մենք ասում ենք աղքատ երկիր ենք, այս աղքատ երկրում այսքան միլիարդ հատեր որտեղից է գալիս։ Մի խոսքով այդ հեքիաթները, որ եթե հարկեր չտանք, կսննկանանք, չէ, եթե հարկեր չտանք, ասենք, հարկային ղեկավարը շոկոլադի գործարան չի կարող առնի Շվեյցարիայում, եթե հարկեր… Ինչպես պիտի ձևավորվի երկրի բյուջեն, ասենք ռազմական ծախսերը, կամ մնացածը։ Ասեցի։ Այսինքն դա պետական ձեռնարկությունների միջոցով, ասենք, ջրի վերամշակման գործարաններ, ես չգիտեմ, Բաշխում, բացի դրանից դրսի ներդրումները եւ բացի դրանից ես ասացի, այն որ հարկ է կոչվում, իրականում ուրիշ երկրում կոչվում է ֆի։ Չես պահում այդ հզոր կառույցը, որը իրականում պետական լծակ է, աշխարհու լծակ է ընտրությունների շահելու, ընտրությունները հաղթելու համար, հա, այդ քանի հազար աշխատող պահես իրանց ընտանիքներով, որ հույս ունենաս, որ իրանք քեզ ընտրելու են, հա, պետական լծակ պետք է ամեն կերպ այդ
լծակներից հրաժարվել։ Դե Հայաստանում բազմաթիվ այդպիսի բաներ կան, որոնք որ թվում է թե ասենք օրինակ այլ նպատակների են ծառայում ամեն դեպս այդպես հայտարարվում են, բայց իրականում վերջնական նպատակը այդ ընտրությունների Դե հիմա տեսեք, դրա համար մենք հիմա փաթեթ ենք պատրաստում, այդ փաթեթի մեջ մտնում է վերցրած ուրիշ երկրների փորձերը, զինվորականները, ԱԱԾ-ի աշխատողները, դատախազ, դատավոր, մարզպետ, այդ մարզպետ եւ տարածքային նախարար, դա էլ վերջերս իմ դասախոսի հետ զրուցելուց հետո ավելացնում են, որ նրանք ընտրություններին չմասնակցեն։ Կան եւ դա ոչ թե ինչ-որ սահմանադրական իրավունքների խախտում, կան երկրներ, որ ակտիվ զինվորականները կամ ծառայողները չպետք է մասնակցեն, մենք հիմա փաթեթը պատրաստում ենք, կատարելու ենք ստորագրահավաք, եթե չընդունվի 50,000-անոցը, հետո 200,000-անոց եւ ստիպենք, որ գնանք հանրաքվեի։ Այս իջմիածի վաղաշաբաթի ընտրությանը մենք տեսանք, տարածքային նախարարը, մարզպետը ինչ գործ ունեին այնտեղ, հիմա որ ասում եմ ընդդիմություն չունենք, այս մասը, խոյ համայնքը միավորում են վաղաշաբաթին։ Փարաքարը ինչի չեք միավորել։ Եթե Փարաքարի համայնքը իրանք միավորեին վաղաշաբաթին, ինքը արմավիրի այդ նույն մարզն է, չէ՞, ինքը մտնում է վաղաշաբաթի մեջ։ Այսինքն ընդդիմությունը հաղթելու էր 70%-ով այնտեղ հաղթած էր։ Եթե իրանք ոչ թե միացնեն, որ ընդդիմադիրը դուրս եկավ, բողոքեց, թե ինչ եք խոյ համայնքը, եկեք Փարաքարը միացնենք։ Այսինքն ում օրակարգն էին կատարում, ով ասաց եկեք Փարաքարը միացնենք։ Այդ ընդհանրապես այդ խոշորացումը համայնքների որոշ վերլուծաբանների կարծիքով դա քաղաքական նպատակների համար է, որպեսզի կարողանան հենց այդպես ձեր ասած ձևով, ուրեմն այնպես բաշխել, որ կարողանան Այսինքն շահերի բախում է, դու միացնում ես տարածքային նախարարդ ընտրություններին է գալիս ես, դու միացնում ես, որպեսզի այս համայնքում գիտես, ասենք ԿՊ-ն բան ունի, հա, աջակցություն ունի, եկեք խոյին միացնենք, հələ թվերը նայեք։ Ընտրողների թիվ ու բնակչության թիվ, լրիվ տարբերում է, ընտրողների թիվն ու բնակչության թիվը հավասար են գրում։ Բայց ոնց եղավ, որ բոլորը ընտրող են, երեխան, այսինքն հենց որ ասում եմ ընդդիմություն չկա։ Ընդդիմությունը ինչ չեր առարկում այդ խոյ համայնքի, իրանք չեն անում սոցհարցումներ, այդ ոնց է Քոչարի կուսակցությունը հələ չստեղծված սոցհարցումներ անում, շփվում է, գիտի որ համայնքը Փարաքարը միացնեիք, վաղաշաբաթում հաղթելու էիք։ 70%-ով մարդը հաղթել էր լուսահոգին։ Բա միացնեիք Փարաքարը, տեսեք ոնց էիք եթե դուք ուզում էիք վաղաշաբաթում հաղթեիք։ Բայց չարեցին։ Այստեղ հարցը, արդյոք ընդդիմություն են դրանք։ Հա, բայց այդ քաղաքական նպատակահարմարությունները, որ այդպես միավորում արեցին, մինչև հիմա էլ համայնքներից կամ բազմաթիվ դժգոհություններ, որովհետև դա բերում է մի հատ բազմաթիվ նեգատիվ երևույթների, այնտեղ դեպրոց չկա, այնտեղ բան չկա, այնտեղ այս համակարգը նորություն չի, սա ՍՍՀՄ-ի համակարգն է։ Սա կարող է աշխատել նույն ռայկոմներն է, իրանք ոչ մի նորություն չեն ընդունում, բայց այս համակարգը կարող է աշխատել միայն մեկ կուսակցական երկրում, Չինաստանում, ՍՍՀՄ-ում, այսինքն մեր համար մարզպետական ինստիտուտները ընդհանրապես պետք է փակել։ Դա դարձավ իբր ըստ օրենքի մարզպետը դա կապող օղակն է թիմերի եւ կառավարության հետ, բայց իրականում մարզպետը դարել է լծակ թիմ, եթե մի թիմ առաջնորդը, ասենք, իշխանամետ չի, նրանց վրա ազդելու, նրանց ֆինանսներին զրկելու, էլ չասած, որ իրանք քննադատում էին պատավատների, աշխատավարձների, չգիտեմ, սիրեկան քարտուղարուհիների, այսինքն մի օղակ է դարել, որ մեզ պետք չի։ Այս մեխանիզմը, էլի եմ ասում, միայն կարող է աշխատել միապետական, ոչ թե մի կուսակցական երկրում, այս ռայկոմների մենք ծրագրում ունենք մարզպետարանները ընդհանրապես փակել։ Շատ լավ, ինձ հուշում են, որ մեր հաղորդման ժամանակը մենք գերազանցում ենք, եկեք փորձենք ամփոփել այսօրվա հաղորդումը եւ ուրեմն փորձել հասկանալ։
Արդյոք այն համակարգում, որը արդեն ստեղծված է եւ այդ համակարգի մեջ ընտրություններ են կատարվում, հնարավոր է այդ ընտրությունները հաղթահարելով իշխանական պետական ռեսուրսները։ Այո, հնարավոր է հաղթել, այդ պետական ռեսուրսներն էլ չեն աշխատում, ուրեմն ամեն բռնապետ ունի իր վերջը եւ իր վերջը սկսվում է խոսքի ազատության սահմանափակումից։ Սա պարադոքս է, որ ժողովուրդը չի հասկանում, բայց հավատացեք, երբ որ բռնապետը սահմանափակում է խոսքի ազատությունը, նա առաջին հերթին սահմանափակում է ինքը իրան։ Սա բռնապետական երկիր է, այս երկրում փլուզումը հենց ներսից սկսվել է ու սկսվում է, քանի որ ներքևի օղակները վախենալով իրանց աթոռներից սխալ զեկուցագրեր են տալիս վերև եւ կառավարումը կատարում է միանձնյան, նա սխալ արձագանքում է տալիս, սխալ որոշումներ է տալիս եւ ստացվում է այն, ինչ որ ունենք։ Ընտրություններով հնարավոր է հաղթել, այո, կան քայլեր, որ պետք է արվել ու արվում է եւ այո, ընտրություններով հնարավոր է, դրա համար այս մարդիկ վախենում են, իրանց ռեյտինգը այսօր 8%-ը չի գերազանցում, իրոք չի գերազանցում եւ այն կեղծ թեզերը, որ հիմա ժողովրդի մեջ թելադրում են, թե 26 թվին այդ կառավարվող ընդդիմությունները վաղարշապատից հետո թե հասկացանք ինչ ունենք անելու, ուրեմն դա քրեակատարողական հիմնարկների քաղաքականություն է։ Ամեն քրեակատարողական հիմնարկներում աշխարհով մեկ համաներումից հետո, որպեսզի չլինեն բունտեր, ասում են հեսա էլի է համաներում լինելու, հեսա էլի է համաներում լինելու, որ զսպեցնեն միջև մյուս տարվա, այսինքն այս կառավարող ընդդիմությունները, որ ասում են չմտածեք 26 թվին ենք հաղթելու, նրանք չեն հաղթելու։ Ես ցանկություն ունեմ, որ իրոք Քոչարին դառնա այդ դեմոկրատական ցենտրալիզմը այս մեր էթնոսի համար եւ իրոք մենք առանց միավորումների նույնիսկ կհաղթենք։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ, աղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։